Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք, այսօր ուրեմն ինչ ենք անելու, այսօր ձեզ ցույց եմ տալու բոյբոյի դեղը ոնց եմ դնում, մի քանի հնարքներ եմ ցույց տալու, որը ձեզ կօգնի ավելի արդյունավետ պայքարել այս չարաբաստիկ միջատների դեմ, որովհետև նախորդ տեսանյութերում անցած տարի էլ տեսել եք իմ հողամասը ամբողջությամբ վարակված է եւ ես անընդհատ պայքարում եմ, բայց արդյունքը 100% անուշ չի, ինքը նորից բազմանում է եւ նորից էլի խնդիրներ առաջացնում մեր հողամասում։ Ինչ խնդիրներ առաջացնում, տեսեք, առողջ հաստ ծածիլա, որը ես ձմեռվանից դրել եմ բաժակների մեջ, տեղափոխել այստեղ ու արդեն ինքը սկսել է լավ աճել, բայց արտաքինից ձեզ թվում է թե ոչինչ չկա, բայց կողքի փայտը պետքա ձեզ հուշի, որ բոյբոյը մի կողմը կտրել, ծալել է եւ ես էլ այսպես կապել եմ, որպեսզի փրկեմ բույսը, բայց հույս չկա։ Կանգնած սածիլա, բայց չորացած։ Այսպես ժողովուրդ ջան։ Տեսնում եք, նոր եմ ջրել, կաթիլայինը միացրել եմ, որ դեղի էֆեկտը մի քիչ արդյունավետ լինի, տեսեք, ծակեր։ Նոր փորած ծակա։ Ու այդպես շարունակ կտրում, ոչնչացնում է արդեն հաստատված սածիլները։ Անցքի հաստությանը նայեք, ժողովուրդ ջան, պատկերացնում եք իր ներսում ինչ խոշոր միջատ է ձևավորված։ Այս չարաբաստիկ միջատը ուտում է ամեն ինչ, կարտոֆիլի պալարները, տեսած կլինեք, եթե ունեք այս խնդիրը հողամասում, նոր դրած սածիլները, սերմերը, որ գցում ենք հողի մեջ, ինքը ուտում է, ծիլերը, սոխն է կտրում, նույնիսկ սոխից չի վախենում, ու դա մեծ խնդիր է մեր հողամասի համար, հիմա պետքա հերթական անգամ դեղ տնեք, որի ընթացքին ձեզ ես ցույց եմ տալու ու նաև մի քանի նրբություններ ու խորամանկություններ, որ ես եմ մտածել եւ դուք էլ կարող եք փորձել, տեսնել արդյունքը կա թե չկա։ Ու ինչ ենք անում, ժողովուրդ ջան, թեփի հետ ինչ եմ խառնում, նախ առաջինը ձեթ, որի հոտը գրավում է այս վնասատ ու մի փոքր էլ ջուր, այսպես խառնել եմ, ստացել եմ համասեր զանգված, այդ ձեթի հոտը գրավում է միջատը գալիս է թեփը ուտում է ու նրա հետ նաև դեղը, որը մենք խառնել ենք ու սատկում է։ Ուրեմն դեղը ոնց եմ ես խառնել, ուրեմն ասեմ դեղի անուններ չեմ տալու, որովհետև դեղերը շատ են, երբեմն նույն ազդող նյութը ունի տարբեր անուններով, այսինքն դեղը տարբեր անուն ունի, բայց ազդող նյութը նույնն է, դա ձեզ արդեն համապատասխան թունաքիմիկատների խանութի աշխատողները կասեն դեղի անունները, որ ավելի արդյունավետ կլինի։ Երբեմն գիտեք ինչ է լինում, երբ մենք օրինակ որևէ դեղ ենք առնում ու երկար ժամանակ օգտագործում ենք, միջատի մոտ, այդ վնասատուի մոտ իմունիտետ է ձևավորվում եւ հաջորդ անգամ երբ արդեն այդ դեղը դնում ենք, դեղը արդյունք չի տալիս, որովհետև միջատը նախորդ անգամվանից արդեն իմունիտետ էր ձեռք բերել։ Հիմա այս դեղամիջոցը ես խառնել եմ համապատասխան չափի թեփի հետ, ուրեմն կան դեղեր, որոնք թեփի հետ են խառնում, կան դեղեր, որոնք ջրելուց ջրի հետ են խառնում։ Ես նախընտրեցի թեփի հետ խառնել տալը, որովհետև չեմ ուզում ամբողջ հողամասը հեն ջրի հետ տալ ու թունավորել։ Ես ինքս դեմ եմ քիմիական շատ նյութերի կիրառմանը, բայց երբեմն տարբերակ չի լինում։ Ուրեմն ոնց եմ դեղը տնելու, վերցնում եմ երկու ներարկիչ, մեկը հաստ, մեկը բարակ։ Ու կարող եմ մենակ բարակով էլ աշխատել, բայց հաստը հեսակ ասեմ ինձ երբ է պետք գալիս։ Այս ներարկիչների օգնությամբ ես տեղադրելու եմ դեղը հողի մեջ, ինչու, որովհետև սկզբում երբ մենք դեղը գնում ենք, ուրեմն դեղատան այդ թունաքիմիկատների խանութի աշխատողը ասում է դեղը խառնի շախտուր առուների մեջ, բայց դա մի քանի խնդիր է առաջացնում, որոնցից մեկը այն է, որ կարող է ձեր կենդանիները, թռչունները ուտեն այդ թեփը ու սատկեն, թունավորվեն, սատկեն։ Հաջորդը, երբ առատ ենք շախ տալիս, մենք ավելի շատ դեղ ենք ծախսում, քան օգուտ ենք տալիս։ Դրա համար ընտրել եմ լավագույն տարբերակը, համ դեղը խնայողաբար օգտագործելու, համ էլ այնպես, որ մեր կենդանիները թունավորվելու խնդիր չունենան։ Երրորդ արդյունավետությունը օգուտը, որ տալիս է այս ներարկիչը, ժողովուրդ ջան, դա
այնա, որ դեղը հողի երեսին չի մնում, ու երբ օրինակ դեղը մենք շաղ ենք տալիս ենք ծակերին ու հողի երեսին է մնում, արևը տալիս է ու դեղի ազդեցությունը կորչում է։ Հիմա ձեզ ցույց տամ ոնց եմ օգտագործելու այս ներարկիչները։ Ուրեմն տեսեք, ներարկիչների ծերերը կտրել եմ, մնացել է այսպիսի անցք։ Նայեք, տեսնում եք։ Սա ավելի հեշտ է սրանով։ Հիմա տեսեք, վերև եմ քաշում ու մի քանի անգամ այսպես թփթփացնում եմ թեփի վրա։ Տեսեք, թեփը եւ դեղը գնացին ներարկիչի մեջ։ Ու ես այսպես մտցնում եմ ու ներարկիչը սխմում եմ։ Տեսակ, դեղը մնաց հողի մեջ։ Ոչ դեղի կորուստ կտանք, ոչ դեղի ազդեցությունը կկորչի եւ ոչ էլ մեր կենդանիները կհիվանդանան։ Ուրեմն համ դեղը դնեմ, համ էլ մի քանի ժողովրդական տարբերակ ասեմ, որը ճիշտ արդյունք տալիս է, բայց գոհացնող չի։ Ուրեմն մենք կարող ենք դեղի փոխարեն ձվի կճեպներ լցնել կամ շշերի մեջ պիվա ենք լցնում եւ շիշը մտցնում ենք հողի մեջ, այնպես որ շշի բերանը մնա հողի երեսին, այդպես գարեջրի հոտից այդ միջատները գալիս լցվում են։ Սրանք համարվում են արդեն ոչ քիմիական թակարդներ, որոնք կարող ենք դնել եւ մի քանի հատ որսում է, բայց ոչ բոլորին արդյունք տալիս։ Հիմա նայեք, արտաքինից բան չի երևում, բայց եթե ուշադիր ենք նայում, ծակը երևում է, այսպես մի թեթև հրում ենք ներքև ու ահա։ Քեզ բարի ախորժակ, այս վնասատուների համար մի լավ վերջին ընթրիքն ենք կազմակերպում։ Շարունակեմ խոսքս, ժողովուրդ ջան, ուրեմն բոյբոյի դեմ պայքարի համար նաև աշնանը կարելի է բանով գոմաղբով փոսեր լցնել, ուրեմն մի քանի փոս եք փորում հողամասի տարբեր տեղերում ու գոմաղբ լցնում ու իրենք գալիս են միջատները ցրտից պաշտպանվելու համար գալիս եւ պատսպարվում են այդտեղ ձմռան կեսի, երբ արդեն սառնամանիքները սկսվում է, այդ փոսերը քանդում ենք ու միջատները կամ թռչուններն են տանում կամ էլ ցրտից ցատկում են։ Սրանք իհարկե ես փորձել եմ, արդյունք կա, բայց էլի գոհացնող չի։ Միակ տարբերակը այս անիծյալ քիմիան է, որը ճիշտ է լավ չի, բայց ուրիշ տարբերակ չկա։ Նայեք, տեսեք, փոքր ծակ է, իր ներսում ձվից նոր դուրս եկած բոյբոյա, որը մեր բույսերի հաշվին կմեծանա ու կսկսի ավելի վնաս տալ։ Եթե օրինակ ծակեր էլ չի երևում ու այստեղ տեսնում եք կա, կարող ենք ուղղակի 1 մետր, կես մետր հեռավորության վրա այսպես դնել։ Հաստատ իրանց մոտակայքում գտնվող միջատների համար գրավիչ նյութայինքը կգան եւ կուտեն ու 1 ժամ, 2 ժամ հետո արդեն դուրս կգան։ Ուրեմն ասեմ նաեւ, որ դեղի ազդեցությունը, որպեսզի հասկանաք ազդել է թե չէ, դա չես կարա դեղը դնես, գնաս տուն ու գաս ասես վայ չի ազդել կամ ազդել է, ուրեմն պիտի հողամասում մնաս 1-2 ժամ, որովհետև այդ ընթացքում երբ արդեն թունավորված միջատները հողի երես են դուրս գալիս, թռչունները, կաչաղակները, ճնճղուկները ու հոպոպները իրանց միանգամից թռցնում են ու այդպես հասկանալը դժվար կլինի։ 1-2 ժամ եթե ուզում եք իմանաք ազդել է, չի ազդել, հողամասում եք մնում կամ մի քանի օր հետո արդեն կնկատեք, որ ծակերը քիչ է սրսկելուց հետո, դեղը դնելուց հետո արդեն էլ ծակեր չկան ու դա կամ սածիրները քիչ են կտրում ու այդպես կարաք հասկանաք դեղը ազդել է թե չէ։ Թե չէ միանգամից դուք չեք կարող տեսնել ինքը սատկեց թե չէ։ Ծտերը ձեզ խանգարում են այդ առումով։ Սա հաջորդ օրն է ու ուզում եմ ձեզ ցույց տամ ոնց են թռչունները
տանում բոյբոյներին։ Այ հոպոպնա, որը իր կտուցով հողի մեջից հանում է արդեն թունավորված բոյբոյներին։ Ահա հերթական սատկացը, որը թռչունները դեռ չեն տեսել ու չեն տարել։ Ցեք ինչ մեծ է։ Ու այսպես կարող ենք իմանալ դեղն ազդել է թե չէ։